Իրանից և Միացյալ Նահանգներից հնչող ամեն հաջորդ հայտարարություն ավելի է խորացնում անորոշությունը Մերձավոր Արևելքում։ Բանակցային գործընթացի տապալման մասին են հայտնում իրանցի պաշտոնյաները։ Թեժանում է իրավիճակը տարածաշրջանում։ Իրան-ԱՄՆ հրադադարի վերջնաժամկետից 2 օր առաջ Իրանի զինուժ անօդաչուներով հարվածել է ամերիկյան ռազմանավերի։ Այդպես Թեհրանը պատասխանել է նահանգների կողմից իրանական մի նավի առևանգմանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արդարացել է, թե Տուսկա բեռնատար նավը փորձել է ճեղքել ամերիկյան շրջափակումը անգամ իրենց զգուշացումներից հետո և ստիպված են եղել կրակով վնասել Տուսկայի շարժիչը, ինչից հետո ամերիկացի ծովային հետևակը գրավել է այն։ Թեհրանն այս քայլը ծովային զինված ավազակություն և ապրիլի 8-ից գործող հրադադարի ռեժիմի խախտում է անվանել։ Մենք բախվում ենք հրադադարի խախտումների այն պահին, երբ պետք է հանդարտություն տիրեր։ Հրադադարը խախտվում է Լիբանանում, մեր ջրերը շրջափակված են, հարձակվել է մեր առևտրային նավի վրա։ Այս ամենը ոչ միայն միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության, այլև հրադադարի բացահայտ խախտումներ են։ Միջազգային պարբերականները պատերազմ են գուժում։ Փորձագետները նկատում են, որ Վաշինգտոնը հավատարիմ իր քաղաքականությանը դարձյալ Իրանի հետ բանակցությունները ընդհատելու է պատերազմով։ Իրանական առևտրային նավի առևանգումը հետևեց կիրակի Թրամփի այն հայտարարությանը, թե պատվիրակություն են ուղարկում Իսլամաբադ Իրանի հետ հնարավոր բանակցությունների համար։ Միացյալ Նահանգների անհիմն պահանջների պատճառով բանակցելու պլաններ չունենք, այսօր հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ Անընդունելի է Թեհրանի համար Վաշինգտոնից հնչող սպառնալիքները, թե շարունակելու են Իրանի ծովային շրջափակումը, քանի դեռ Թեհրանը ուրան է հարստացնում, զարգացնում է հրթիռային ծրագիրը, աջակցում է տարածաշրջանում պրոքսի ուժերին։ Այս նախապայմաններով Իրանը բանակցելու մտադրություն չունի և պատվիրակություն կգործուղի Պակիստանի մայրաքաղաք, երբ Վաշինգտոնը համաձայնի առանց նախապայմանների բանակցությունների, ստիպի Իսրայելին դադարեցնել Լիբանանի հրթիռակոծությունը։ Մեզ համար ամենակարևորը Իրանի ազգային շահերն են։ Մենք ոչ մեկից չենք պահանջում որևէ բան, որը դուրս է Իրանի ազգային իրավունքներից և շահերից, և թույլ չենք տա, որ դրանք խախտվեն ուրիշների ճնշման պատճառով։ Վաշինգտոնի հետ փոխհարաբերություններում զգոնությունն ու անվստահությունը անհրաժեշտություն են, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը, վստահեցնելով, որ լարվածությունը նվազեցնելու համար պետք է օգտագործել ռացիոնալ և դիվանագիտական բոլոր միջոցները։ Գայանե Մովսիսյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։